Հաջողություն ան։ Բայց չեմ գնում ցածան, պետք է տանեն ինձ։ Ինձ պետք է տանեն, սրբազանը ջան։ Միայն ուղեկցություն եմ, տանող ես եմ բոլորն։ Արթուր Սարգսյանի որոշման հետ կապված դատավորի ինչ կասեք։ Ախր անընդհատ նույն բանը կրկնում ենք, Արթուրը ինքը արդեն ձևակերպումները ճիշտ տվեց։ Տեսանելի է, չէ, որ 45 րոպե ընդմիջում կայացնել եւ ինչ որ որոշում հրապարակել, որը բացարձակ իմք չունի, այլ հենց այդ պահին էլ կարող են անել։ Նշանակում է ուղղորդված, հաղորդակցված որոշակի կապով։ Հիմա օրինակ Իգոր Սարգսյանի վարչական վերահսկողության փոխելը եւ Արթուրին կալանքը շարունակելը, մանավանդ որ Արթուր Սարգսյանը падգամավորական մանդատ ունի, աստիճան ունի, ինչն է տարբերությունը։ Երկրորդ, այս դատավորի պատճառաբանությունն եմ ասում, որ անընդհատականություն կար եւ այլն։ Այս ամբողջ ինչքան մոտավորապես 1 տարի լավ կալանքի տակ գտնվել իր երթին, բայց տնային կալանքում, կալանավայրում գտնվել իր երթին, բայց տնային կալանքում գտնվելու ժամանակ, այսինքն նույն կարգավիճակում գտնվելու ժամանակ, ինչու չեն ուղեկցել գնալու խորհրդարանական նիստերին մասնակցել։ Ես որոշումը ընդհանրապես կապ չունի ոչ տրամաբանության հետ, ոչ օրենքի հետ, ոչ իրավագիտության, ոչ էլ բարոյագիտության հետ։ Բացարձակ կապ չունի։ Իսկ ամենակարևորը շատ ճիշտ կերպով անդրադարձավ ամսի 30-ին պիտի քննարկվի միջնորդության հարցը, սա արտահերթ էր։ Մի անգամից հիմա որոշում տվել է, որ օգոստոսի 2-ին իրավունք ունես գնալ, նշանակում ամսի 30-ի խնդիր չկա։ Այլևս կանխանշվածը ամսի 30-ին կայանալիք միջնորդության ելքը։ Սրբազան մամուլում տեղեկություն տարածվեց, որ ամենայն հայոց կաթողիկոսին չեն հրավիրել օգոստոսի 2-ի անդրանիկ նիստին, ինչու չեն հրավիրել։ Ինչու չեն հրավիրել։ Այնպես ինչպես ամեն ինչի մեջ իրենք ապա բարոյական եւ ապազգային են, ապա հոգեվոր են։ Այս առումն էլ դրա ցուցիչն է ուղղակի։ Այսինքն ակնկալում եք, որ պիտի հրավիրեն, ինչպես պիտի հրավիրեին իրենք։ Եթե մի քիչ բարոյականություն ու խելք ունենան, կարծում եմ կհրավիրեին եւ սա վտանգավոր է նաեւ նրանով, որ այս երկար տարիների 30-ամյա այս ամբողջ ժամանակաշրջանի ավանդություններն են իրենք կտրում նաեւ 2023 թվականին հիշում եք դեպի 24 գնացող ամանորյա հայրապետական ուղերձը հանեցին։ Այս ամբողջ շրջանում արշավը տեղի ունեցավ։ Հիմա եւս մի ավանդություն են իրենք կտրում։ Հիմա դա օրենքի ուժ ունի, չունի, քննարկում են իրավունքի հարցը, օրենքի հարցը եւ այլն։ Ես չեմ էլ ուզում դրա մասին խոսել, որովհետեւ կարևոր գծեր են իրենք հատում։ Նաեւ հարթակ ստեղծելով կամ նախադեպ ստեղծելով ապագայի համար։ Իրենք հավերժ չեն մնալու իշխանություն, չէ, բայց հնարավորություն են տվել հաջորդական իշխանություններ նման ձև վարվելու։ Սա նշանակում է պետականության եղած ինստիտուտ, հիմք, գիտակցություն, տրամաբանություն, շարունակականություն, հիշողություն, նկարագիր, բոլորը խախտել, ջարդել, փշրել։ Հիմա սա կարող եմ ասել հարցերի շարքում վեհապար հայրապետի համար ամենակարևորը չի։ Հարցերի շարքում Արցախից սկսած կորուստից շատ ավելի մեծ բաներ կան։ Թե հայոց հայրապետի համար, թե հայ եկեղեցու համար, թե ընդհանրապես մեզ համար։ Բայց սա դարձյալ շարունակական ավանդության կտրելն է, զեղչելն է, այսպես ասած։ Իրենք իրենց նկարագիրն են արտահայտում, ոչ մեկին ոչինչ չեն անում։ Եթե դրա ես հիշում եմ նախորդ անգամ նախագահի ընտրությունից հետո, հիշում եմ նախորդ խորհրդարանին խնդրում աղաչում պաղատում էին, որ վեհապարը գնար, աղաչում պաղատում էին, հատկապես նախագահի այդ ընտրության Վահագն Խաչատրյանը, չէ՞ անուն ազգանուն, եթե չեմ սխալվում, այդ նախագահի ընտրությանն էին, աղաչում էին իրենք, աղաչում, որ վեհապարը ներկա լինի։ Եվ նաև նախորդ խորհրդարանին էլ էին աղաչում, շատ էին աղաչում։ Հիմա որոշել են չաղաչել,
Հետո կաղաչեն, որ գոնե իրենց բանտերում այցելի։ Հարգելի հետևորդներ,